Այս հզոր կանանց մասին երգա, որը ըմպսնելու է։ Մեր առջև ոչ Արցախի հերոսը, ոչ երկրորդ համաշխարհայինի վետերան։ Օբյեկտը ընդհանրապես դեղին մամուլի թերուս լրագրող է, հետևաբար ինչն է մարդկանց ստիպում նրան տեսնելիս զգալ անհանգստություն ու լարվածություն։ Խնդիրը մեր պատկերացումների, պրոյեկցիաների և նույնականացման մեջ է։ Եթե տվյալ անձը հանդիսանում է մեր իդեալական եսի տարբերակը, իսկ այստեղ հիմքում ընկած է ոչնչից ամեն ինչ դառնալը, հետևաբար նա մեզ գրավելու է, որովհետև ոչնչից ամեն ինչի հասնելու ուղին նա մի տեսակ շատ արագ ու ավելի հեշտ է անցել։ Ամեն դեպքում դա մեզ այդպես է թվալու։ Ինչ անել, որպեսզի չլարվել ամեն ոչինչ տեսնելուց։ Նախ գիտակցել, թե ինչն է մեզ այս մարդու մեջ գրավում ու հիմնականում լինելու է սա հողավաճառությամբ զբաղվելը, դրա համար պատասխանատվություն ու պատիժ չկրելը, դավաճանելը, պատասխանատվության չենթարկվելը, սուտ խոսելը ու պատիժ չկրելը, էմոցիաներ կառավարել չկարողանալը, ու սա կարող եք արդեն տեղափոխել ձեր կյանք, ձեր դաշտ, ընդհանրացված ասած, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը, իսկ ոչինչներին շատ հատուկ է իշխանություն փառք ձեռք բերելուց հետո այն չեղածը, չունեցածը, չկարողացածը հանցավոր ու անթույլատրելի սահմաններից դուրս պայմաններով բավարարելը։ Գիտակցեցինք, հիմա պետքա փոխվենք ու տրանսֆորմացվենք, այսինքն չենք նույնականանում այս անձի հետ, այս անձը չի կարա դառնա մեզ համար իդեալական եսի տարբերակ, դե որովհետև ինքը ընդամենը թերուս դեղին մամուլի լրագրող է, սրան նաև ավելացել է, դե էլ չասեմ ստախոս, դավաճան, հողատու, հողավաճառ, մարդասպան բնութագրիչները։ Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ կրկնությունների արդյունքում մի որոշ ժամանակ, եթե ձեզ վրա աշխատել, դուք սկսեք նկատել օբյեկտիվ իրականությունը իր իրական գույներով ու էլ չեք խառնվի իրար, չեք լարվի, չեք անհանգստանա, չեք խոնարհվի թերուս լրագրողին հանդիպելիս։ Հետևաբար այս անձին կսկսեք ավելի օբյեկտիվ վերաբերվել, ռեալ իրականությունը կտեսնեք ու այն բոլոր պրոյեկցիաները, նույնականացումները, ձեր գլխի պատկերացումները ոչ օբյեկտիվ, ձեզ հանգիստ կթողնեն ու էլ չեն խանգարի, որպեսզի դուք հաղորդակցվեք թերուս լրագրողի հետ։